Բարև ձեզ, պարոն Սասունյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցի։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Եվ այսպես, մինչև ընտրություններին Հայաստանում կայացած ընտրություններին անդրադառնալը, երևի սկսենք այս հարցից։ Հաջիևը Հայաստանում էր, իհարկե ոչ նախնական տեղեկություններ տարածվել, ոչ էլ հետո տարածվել է թե ի վերջո կողմերը ինչի շուրջ են զրուցել, ինչ համաձայնությունների են եկել, բայց կուզեմ նրա գալը ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված, պատահական է արդյոք, որ ընտրություններին անմիջապես հաջորդեց հենց Հաջիևի գալը Հայաստան, եւ վերջերս նաեւ Ալիևի այս հայտարարությանը կուզեմ անդրադառնաք։ Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաեւ կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Ալիևը կարևորել է Վաշինգտոնում ձեռքբերված, այսպես ասենք, պայմանավորվածությունը։ Այսինքն նորից գալով են այն հարցին, որ այս իշխանությունը որքան է փորձում է այս միջանցքի հետ կապված ասել, որ դա միջանցք չէ, բայց միևնույն է ադրբեջանական կողմը շարունակում է պնդել միջանցքի եղելությունը։ Համեցեք։ Այո, ուրեմն նախ Հաջեևի մասին պետք է նշել, որ ընտրություններից անմիջապես հետո առաջին օդար պաշտոնյան, որ Հայաստան եկավ, Ադրբեջանի նախագահ խորհրդականն Հաջիևն է։ Եվ սա շատ կարևոր մի հանգամանք է, որ ոչ թե ֆրանսիացիները եկել են, կամ ամերիկացիները, կամ հույները, կամ բարսիկները, այլ Ադրբեջանի պաշտոնյան առաջինն է, որ գալիս է Հայաստան ընտրությունից հետո։ Անշուշտ գալիս է ոչ թե туриզմի համար, այլ գալիս է որտեղ կան որոշ բանջներ Ադրբեջանի կողմից, որ Փաշինյանը միշտ պատրաստ է զիջումներ անելու, այդ հարցերը քննարկելու եւ փոխհամաձայնություն կնքելու տեղյակ չեմ դե մանրամասները ինչ են, բայց վերջին ամիսների որ շրջանառության մեջ է զանազան նյութեր սահմանության փոփոխություն օրինակի համար, որ Ալիևը ստիպում է Փաշինյանին 300,000 ադրբեջանցիներ, որ Հայաստան փոխադրվին, էդելգա անկլավներու հարցը գա սահմանակցում գա եւ այլն, այսինքն շատ հարցեր կան, որ Փաշինյանը ամեն օր նոր զիջումներ է անում եւ ազերիները իմանալով որ ունեն իրենց հարևան երկրում մի վարչապետ, որ պատրաստ է բոլոր զիջումների, իրենք երբեք կանգ չեն առնելու, չեն ասելու որ արդեն բավարար բան ստացանք Հայաստանից, ավելին չեն ուզում, որ Փաշինյանը զիջումներ անում է, ազերիները շագարակը քաչալերվում են, որ նոր զիջումներ բանջեն, քաչ իմանալով որ այդ նոր զիջումներն էլ իրենք ստանալու են։ Հատկանշական է, որ Հաջիևը Արմեն Գրիգորյանի հետ զբոսնում էր Դիլիջանում, մի վայր, որտեղ ըստ էության ամենամեծ ներդրումը ունեցել է Ռուբեն Վարդանյանը շենացման համար Դիլիջանի, գիտեք ինչ պրոյեկտներ է իրականացրել եւ այսօր Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում, երեկ էլ դատական նիստերն են մեկնարկել, վճռների բողոքների քննությունն է ընթանում։ Ես կխնդրեմ այս մասով նաև ձեր տեսակետը արտահայտեք։ Այո, Փաշինյան հոգը չէ, որ Վարդանյանը ինչ ներդրում արել է, ինքը շատ գոհ է եւ ուրախ է, որ Վարդանյանը Բաքու փանդում է եւ ոչ միայն Փանչյանում որ ազատագրի է Արցախի ղեկավար թեմքերին, այլ հակառակը ադենադե խոսքեր է ասում, որ ավելի բարձրացնում է իրենց մեղավորությունը, օգնում է Փաշինյանը ազերիներին, որ ավելի երկար բանարգություն սահմանեն այդ բանդարգելներին։ Տեսեք, այս հայտարարության հետ կապված, նաև նորից չմոռանալով, որ Բաքվում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները, դե շատերի խոսքով ասում են գերի վերադարձնելու համար պետք է գերի ունենաս, որպեսզի տաս, դե ասում են նաև ինչն էր խանգարում վերցնել, այսպես լողացնել, կերակրել, պահել հետագայի համար, էլի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, նույն Հաջիևին։ Այո, ուրեմն նախքան Հաջիևին գալը վերադառնանք 2020-ի այսպես կոչված զենաթաթարի համաձայնագրին, որտեղ գրված է, որ երկու կողմերը պետք է իրենց քերիները
փոխանակեն։ Ուրեմն ինչ պատահեց, քանի որ մենք գործ ունենք մի Մարշաբեդի հետ, Փաշինյանի հետ, որ ոյ մեկ իր արածը չի իմանում, թե ինչ է անում, ինքը շատ արագ փոխանցեց Հայաստանի բոլոր քերիները Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը փոխանցեց քերիների մի մասը։ Նույնիսկ այդ ժամանակ 2020-ին ամենաշաբես հետո տակավին 23-ի դեպքերը չէին պատահել։ Ուրեմն արդեն դա սխալ է, որ բոլոր ազդերի քերիներին վերադարձնում է առանց պահանջելու, որ ազդերները բոլոր քերիները վերադարձնեն։ Բայց Ալիևը շատ ուրախ է, որ իր դիմաց կանգնած է մի անխելք մի ղեկավար, որ ամեն ինչ անում է, որ օգտակար լինի Ադրբեջանին եւ ոչ թե հայերին, եւ այսպես շարունակ հիմա 23-ին երբ որ այդ քերիները ցերբակալվեցին, Արցախի ղեկավարները դարվեցին բանդ, նորից Փաշինյանը ոչ մի բան չի անում, ուրախ է, կարծեմ մի տարի առաջ էր, որ մամլոասուլիսում առանց որ մի ժուրնալիստ իրեն հարցում հարցնե, ինքը գամավոր ցևով համիջապես ասեց ով ուղարկեց Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից Արցախ, ինչ անելու, ինչի համար եկել է եւ այլն։ Այսինքն կասկածներ է արտնացնում, որ Ռուբեն Վարդանյանը ինչ-որ կասկածելի վտանգավոր մարդ է Ադրբեջանի համար եւ դա ավելի ծանրացնում է Վարդանյանի մեղավորությունը, ոչ թե օգնում է, այսինքն ինքը ավելի վնաս է տալիս եւ ոչ թե օգտակար է լինում։ Քանի որ խոսեցիք 300,000 ադրբեջանցիների հարցի սահմանադրության փոփոխության մասին, մենք տեսանք Հայաստանում այդ խայտարակ ընտրակեղծարարություններով իրականացված ընտրությունները, այն, այսպես ասենք, տոտալ բռնաճնշումները, կանոնավորումներ, ահաբեկումներ ընտրություններից առաջ, ընտրության օրը միայն 700-ից ավել մարդու են ձերբակալել եւ ընտրությանը հաջորդող օրերին շարունակվել է այս ամենը։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ տեսանք թե ինչ քայլերի դիմեց Նիկոլ Փաշինյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամեն ինչ անել, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան։ Իհարկե նպատակը ձայների 3/5-ը ապահովումն է, որպեսզի հետագայում նաեւ սահմանադրությունը փոխեն։ Խնդրեմ ես խայտարակության ապօրինությունների կանոնավորումների մասին ձեր տեսակետը։ Ուրեմն այդ բոլոր ապօրինությունները ունեն մեկ նպատակ, դա որ խոչընդոտեն օպոզիցիայի ընդրելու կարողությունը, որ չկարողանան նորմալ ընդրաշավ անել եւ ընդրվել։ Ամեն ինչ արեցի, որ խանգարեն այդ բոլորը, սկսելով մոտ 3 ամիս առաջ սկսան ցերպակալելու բազմաթիվ մարդոց, որ իբր թե գաշարք տվել են, գաշարկը ստացել են քվե դալու համար, ինչ որ абսուրդ է, որովհետև ընդրությունից 3 ամիս առաջ որ անխելք մարդը նույնիսկ եթե մտածի գաշարք տալ 3 ամիս առաջ մի մարդու գաշարք կդա, որ 3 ամիս հետո հուսալով որ այդ մարդը այդ գաշարկը օգտագործի, որ ինվասիրեն քվե դա։ Եթե պիտի գաշարես մեկումը, եթե մի քիչ խելք ունենան մարդիկ, գաշարեն ընդությունից 1 օր առաջ կամ մի քանի օր առաջ եւ ոչ թե 3 ամիս առաջ, դա մեկ։ Երկրորդ այդ բոլոր հիմա վերջին ամիսներին եւ օրերին, եթե գումարենք այդ բոլոր անհատները, որ սերբակալված են գաշարքի բաժարով իբր թե ուրեմն կստանանք մոտ 500-ից 700 անհատներ, բայց դասեի զարմանալի են, բայց ոչ մի բան զարմանալի չէ Փաշինյանի օրոք, այդ հարյուրավոր մարդուցից ոչ մեկը չի դատվել, դատարան չի դարվել, մեղավոր չի ճանաչվել, ուրեմն այդ 700-ը լրիվ անմեղ մարդիկ են, բայց անընդհատ իշխանությունները խոսում են, որ գաշարագեր, գաշարք տվել են, այդպիսի բջիջ չկա դատական, եւ որ մարդը բջիջ չկա իր թեմ, մեղավոր չի գտնվել, ուրեմն ինքը անմեղ է, ուրեմն իրենք նույնիսկ խախտում են այդ անմեղության վարկածը, սկզբունքը, ասելով որ մեղավոր են գաշարք տվել են, այդպիսի բան չկա, որտեղ ոչ մեկը չի դատվել գաշարքի համար։ Հետո մենք գիտենք նորեն գտնելու պետք չկա այդ բոլոր խախտումները, որ արեցին ընդրություններից առաջ, ընդրություններից
ընդրության օրը ընդրությունից հետո հաշվարկումներով եւ այլն այդ բոլորը այսին խայդարագություն էր ասեմ որ անկեղծ լինելու համար Հայաստանը միշտ էլ ունեցել է խնդիրներ ընդրություններին բայց անիշ որ Փաշինյանը արեց անցաշաբաթ քերազանցում է իր բոլոր նախկինների արածները լրիվ խայդարագություն է եւ ամբողջ աշխարհի առաջ Փաշինյանը փաստեց մենք արդեն իմանում ենք որ այդպես է բայց ինքը փաստեց իր գործունեությամբ որ ինքը շատ հերոյ է ժողովրդավարությունից ոչ միայն դիկտատոր է ինքը բռնկալ է այլ շատ մոդելում է ֆաշիստ լինելու Եվ երեկ էլ հայտնի դարձավ, որ դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել Ռոբերտ Քոչարյանին անձնամխելիություն զրկելու հարցով։ Խնդրեմ ես խայտարակությունը եւ ընտրությունների կայանում են այն պայմաններում, երբ ընդդիմադիր լիդերներից ուժերից մեկի լիդերը Սամվել Կարապետյանը այս պարագայում տնային կալանքի տակ է գտնվում։ Խնդրեմ ես ապօրինությունների հետ կապված ձեր տեսակետը։ Այո, այդ բոլորը գաբվել են այդ հարցի շուրջ, որ իշխանությունները խոչընդոտում են նորմալ ընդրաբայքար անելու աշխատանքները նշեցիք Սամվել Կարապետյանի օրինակը այդ մարդը ամենօրեն ցերպակալվեց մի տարի առաջ երկար ամիսներ մնաց KGB-ի բանդում շատ դաժան պայմաններում հետո փոխեցին իր բանդարգությունը տնային գալանքի բայց արդյունքը այն է որ այս մարդը որ գլխավոր օպոզիցիայի ղեկավարն էր ինքը ովևէ առիթ չունեցավ իրեն զրկեցին առիթից որպեսզի կարողանա գնալ եւ հանդիպել քվեարկողների հետ շրջել տարբեր շրջաններում ինչ որ Փաշինյանը արեց եւ Սամվել Կարապետյանը ուրեմն զրկվեց այդ կարողությունից այդ մեկ երկրորդ նաև ցերպակալեց ընդրություններից առաջ եւ վերջը անցկային ժողովի տեխնացուներին որ օրենքով արգելված մի բան է որտեղ իշխանությունները իրավունք չունեն ցերպակալելու այդ տեխնացուներին առանց որ գնան կենտրոնական ընդրական հանձնաժողովին եւ խնդրեն արտոնություն առանց արտոնության արդեն ցերպակալեցին այդ մարդոց եւ շարունակում են դակավին խախտել այդ բանջը սկզբունքը ինչ վերաբերում է ուրեմն Քոչարյանին Զարուգյանին եւ Նարեկ Կարապետյանին Քոչարյանին չթողեցին որ երկրից մեկնի առանց ովևէ մեկ տադական վճռի կամ տադական արարքի Զարուգյանին արգելեցին որ դեռնի ոդականից կանգնեցրեցին իրեն նորից առանց ովևէ մեկ տադական վճռի իսկ ավելի անզանոթ է դեպքը որ Նարեկ Կարապետյանը փորձեց ավտոյով հավել Վրաստան Հայաստան սահմանը եւ մտնել Վրաստան որովհետեւ ականատես լինի այդ բոլոր բեռնակարգերը որ գանկներ են այդտեղ չեն կարող մտնել Ռուսաստան բայց երբ որ Նարեկը հասավ սահմանը չթողեցին որ սահմանից մյուս կողմ անցնի Վրաստան անցնի ասելով որ չի կարելի բայց ինչու չի կարելի ովևէ մեկ օրինական բաժար չկա փաստարկ չկա այսինքն գամայականություն է էսի բայց Փաշինյանը ինչպես միշտ անում է ինչ որ ուզում է անկախ թե խախտում է թե խախտում չէ որովհետև ինքը օրենքներին ոչ մի օրենքի չի հնազանդում սահմանական չի հնազանդում խառնվում է խախտելով սահմանությունը Հայաստանից եկեղեցու ներքին հարցերին ինքը ուզում է նշանակել հաջորդ կաթողիկոսը եւ ամեն տեսակի սպառնալիքներ անում է ներկա կաթողիկոսի ցերպակալերը բազմաթիվ բարձրաստիճան դերականներ որոնք մեծ մասը բանդարգվեցին մեկ երկուսը վերջերս հանվեցին դնային գալանք բայց մյուսները դակավին փանդում են եւ այսպես շարունակ այսինքն վերջ չկա ինչ որ հագարակորտներ անեն ամենը փոքր մյուս եթե խախտում չանեն անպաստանվում են եւ բանդարգվում են իսկ Փաշինյանը որ խախտում է հայրավոր օրենքներ եւ սահմանությունը ոչ մեկը չի կարող ոչ մի բան ասել ոչ մի բան անել իր մասին
Քանի որ խոսեցիք այդ օդանավակայանի դեպքերից, այս մասով հա, այս խայտարակությունը, որ ըստ էության ԱԱԾ իրավասության ներքո գտնվող կառույցը, այսպես ասենք, արտահոսք է տալիս այդ տեսանյութի կադրերի նախագահ Քոչարյանի հետ կապված, չգիտեմ, շատերի խոսքով իհարկե նորմալ երկրում նման բան տեղի ունենալ չէր կարող, բայց մենք գործ ունենք այս իշխանության ներքո գտնվող մեր հայրենիքի մասին է խոսքը եւ այս ԱԱԾ-պետը առնվազն շատերի գնահատմամբ պետք է հրաժարական տար այդ խայտառակ արտահոսքից հետո։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, ճշմարտաբար մեր հայրենիքը, որ բոլորիս հայրենիքն է, հբարդ ենք, որ մենք ունենք հայրենիք, բայց ամեն ինչ որ դեղի ունենում Փաշինյանի օրոք, շատ աննորմալ է, օրենքների գոբիտ խախտումներով եւ ԱԶ-ի ղեկավարը պետք է հրաժարական տա, այո, բոլորն էլ պետք է հրաժարական տան, սկսած Փաշինյանից, բայց տեսնում ենք, որ ինքը նստել է իր աթոռի վրա, որ ինչի համար, որտեղ ինքը ավելի սիրում է իր աթոռը, քան թե հայրենիքը, եւ որովհետեւ իր աթոռը բայ է, ամեն տեսակի խախտումներ անում է, որտեղ ինքը շատ լավ իմացել էր, որ եթե ընտրություններում ինքը բարդվի, չհաղթի, մնալու է փանդ եւ ուրեմն այս ընտրությունները բարձ ընտրություն չէին, թե ով մտնելու է ազգային ժողով կամ երկրի արտաքին քաղաքականությունը ինչ պետք է լինի, օրիենտացիան, արևելք, արևոտ, այդ բաները այո գային, բայց Փաշինյանը մարդ կարևոր հարցեր չէին, կարևոր հարցը այն է, որ ինքը եթե գործներ ընտրությունները պիտի ցերպակալվեր եւ փանդարգվեր եւ ինքը թե խելացի չէ, բայց խորամանկ է, էլի շատ լավ իմանալով ամեն ինչ արեց, ամեն խախտումներ արեց, որովհետեւ բացարի իր բարդությունը։ Եվ մենք այս օրերին տեսնում ենք, որ ըստ էության Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով գալիս են գնահատականներ այս ընտրությունների վերաբերյալ, բայց իհարկե դեռևս պաշտոնական Ռուսաստանը շնորհավորանքը չի ուղղել։ Ինչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանում կայացած ընտրությունները, համեցեք։ Ասացիք չճանաչի, ասացիք։ Այո, ինչ կլինի, քանի Այո, դեռևս որտեղ ոչ պաշտոնական շնորհավորանք կա եւ տեսնում ենք մինչեւ անգամ Նարեշկինի մակարդակով ինչպես են գնահատում Հայաստանում կայացած ընտրություններն ու այս խայտառակ ապօրինությունները։ այո, ուրեմն Ռուսաստանը Պուտինը եւ իր մաշինաները ասել են, որ դակավին հաշվարկում են քվեները ամսի 7-ից մինչև 14 եւ արդեն մի քանի օր անցել է եւ վերջնական որոշում չկա, որտեղ օպոզիցիայի գլխավոր կուսակցությունները արդեն թիմեր են համանդրան, թե vedel voive անհույս մի քայլ է, որտեղ համանդրանի բոլոր դատավորները նշանակվել են ԿԲ-ի ասկան ժողովի մեծամասնության կողմից համանդրանը անաչառ չի լինելու այդ հարցով, բայց դակավին այդ դատական process-ը կա, չի ավարտվել երբ որ ավարտվի այնուհետև Ռուսաստանը կորոշի թե ինչ պետք է անի։ Եվ տեսնում ենք, հա, սանկցիաները, որի տակ հայտնվել է Հայաստանը, եւ ճիշտ ասած, ես կուզեմ նաեւ այս իրողությանը անդրադառնալ։ Տեսեք, Երևանից նիկոլական ալիքները տարածում են, որ Ուկրաինա է ուղարկվել 9500 հատ հայկական ծաղիկ, իսկ Լատվիա 5500, տնտեսական աղետի մասշտաբները, որպեսզի պատկերացնենք, նշենք, որ միայն անցյալ տարի Ռուսաստանն է ուղարկվել 96.2 միլիոն հատ ծաղիկ։ Եվ նաև սրան զուգահեռ երեք կենտրոնական բանկի նախագահ այսպես շատ հանգիստ դեմքով այսպես ազդարարում էր մոտալուտ աղետի մասին, դա գազի գնի թանկացումն է հնարավոր, նաև պետական պարտքը այլևս 15 միլիարդի է հասել, լարսում իրավիճակը, եթե այսպես մոտավոր պատկերավոր հասկանանք, պայթում է, վարորդները ինչ վիճակում են հայտնվել, այս ամենի տակից հայ ժողովուրդը ոնց է դուրս գալու եւ այս իրողությունները դուք ոնց կգնահատեք պետական պարտքից մինչեւ այս սանկցիաները ինչի տակ հայտնվել է Հայաստանը։ Միշտ մենք առնչվում ենք նույն խնդրի հետ, որտեղ Փաշինյանը խորամանկ լինելով միշտ գտնում է ճիշտ խոսքերը, որպեսզի ժողովին հանգստացնի, ժողովրդին հանգստացնի, ասելով խնդրեմ չկա, եթե Ռուսաստանը չի առնում ծերաբրանքները, մենք դասավորենք, որ մենք սուբսիդավորենք, ֆինանսավորենք, Եվրոպա գուղարկենք եւ այլն, այդ բոլորը երազային խոսքեր են,
որտեղ այդ հսկա քանակությամբ ապրանքները միլիարդներու արժեքով որ Ռուսաստան գնում է, Հայաստանը եթե նույնիսկ մտածի որ հադուցե ապրանք ուղարկողներուն առևտրականներուն ամբողջ pedagogan բյուջեն պետք է օգտագործվի այդ հարցով եւ դա միան մեկ անգամ երկու անգամ չէ ամբողջ տարի եւ տարիներով ուրեմն մեծ խնդիր է Հայաստանի համար եւ Կենտրոնական բանկի ղեկավարը այո ասաց որ քիներու բարձրացում պետք լինի դրամի անգում պետք լինի դոլարի դիմաց անշուշտ պետք լինի գործազրկություն միլիոնավոր դոլարի ապրանքների փչացում եւ այսպես շարունակ ուրեմն Փաշինյանը ինքը հաջողվում է ոչ միայն գործանել Հայաստանի արտաքին հարաբերությունները զիջումներ անելով մեր թշնամիներին այլ նաև գործանում է Հայաստանի ներսում Հայաստանի տնտեսությունը եւ ժողովրդի յանքի մակարդակը պատկերացնելու է, չէ, այսինքն սարսափելի է պատկերացնել ինչ աղետների առաջ է կանգնելու հայ ժողովուրդը եւ հետաքրքիր է որ այս ամենը այսպիսի հայտարարությունները, այսինքն այս աղետի մասին իրենք այլևս հանգիստ տոնայնությամբ են հայտարարում։ Այո, որտեղ իրենց չի դակրում աղետը, որտեղ իրենք բոլորն էլ ստանում են բարձր վճարումներ ամսական, ստանում են բարգեւավճարներ եւ նաեւ Փաշինյանի մերձավորները ստանում են կոնտրակտներ համացանագրեր որ մոնոպոլի ծավով առանց մրցույթի եւ այդ մարդիկ իրենք լավ ապրում են փող ունեն փող աշխատում են այս մարդիկ գրեթե բոլորն էլ գործազուրկ մարդիկ էին մի գոբեկշուներ իրենց կրմաններում դարիներով այսպես մանենգալի անիսեին փողոցներում առանց փողի հիմա արդեն ամեն մեկը դարձել է միլիոնադեր եւ իրենց հոգուշը դե ժողովուրդը ոնց ապրում է կամ չի ապրում նույն խնդիրն է իրենք կողեն իրենց կյանքից իրենց հոգուշը դե ժողովուրդը ոնց ապրում է Փաշինյանը ինչպես ասացի նախորդ նախընտրում է որ իր աթոռը կամ թե հայրենիքը Եվ պարոն Սասունյան, կուզեմ նաև անդրադառնալ Միացյալ Նահանգներ Իրան պայմանավորվածություններին։ Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները, եւ նաև երկու մեջբերում երեկվա Թրամփի հայտարարություններից, եթե ԱՄՆ-ն չլիներ, Իսրայելը հիմա գոյություն չէր ունենա, Իսրայելի յուրաքանչյուր խելացի մարդ գիտի դրա մասին, եւ նա դժգոհ է Իսրայելը ինչպես է իրեն պահել Լիբանանի իրավիճակում, Բիբիի հետ հիանալի հարաբերություններ է ունեցել, բայց այժմ ասում է, որ Նետանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ Իրան, Միացյալ Նահանգներ պայմանավորվածություններ։ Ուրեմն ոչ մի պայմանավորություն չկա, ոչ մի համաձայնագիր չկա, իրենք ստորագրել են մի փաստաթուղթ, նույն փաստաթուղթի նման, որ Ալիևը եւ Փաշինյանը եւ Թրամփը ստորագրեցին Սպիտակ տան մեջ անցյալ տարվա օգոստոս 8-ին, այսի հուշակիր է բարձաբես եւ շատ ընդհանուր բաներ գրել են այդտեղ եւ մինչեւ այսօր չեն բացահայտում թե այդ հուշակրի մեջ ինչ են գրվել ինչ են պայմանները անշուշտ Թրամփը որ անընդհատ խոսում է գերձիկներով ոչ մի բան ճշմարիտ չի ասում ինքը ուրջացնում է ամեն ինչ որ ինքը արդեն մի բան որ ամիսներ է վեր ասում էր որ արդեն Բարսկաստանը գործանվել է Բարսկաստանը հանձնվել է համաձայնվել է ամեն ինչին որ ամերիկան պահանջում է ինչ որ բոլորն էլ գերձիկներ են եւ հիմա մի շաբաթ է որ խոսում են մենք Բարսկաստանի այսպես արեցինք այդպես արեցինք այդ բոլորը ճշգրիտ չեն եւ փաստաթուղթ չկա չեն ցույց տալիս ոչ մեկին ուրբաթ Շվեյցարիայում պիտի երկու կողմերը ստորագրեն եւ այս ուշակիրը բարձավես սկիզբն է այդ process-ին որ հաջորդ 60 օրերի ընթացքին պիտի խոսեն զանազան կարևոր հարցերի մասին
եւ փորձեն ինչ որ համացանցության գալ։ Իմ կարծիքով շատ դժվար է հավատալ, որ երկու կողմերը, որ այդքան հերույ են իրարից, պիտի համացանցվեն գլխավոր հարցերի շուրջ եւ կարող է նորից պատերազմը վերսկսել։ Նաեւ ինչպես դուք նշեցիք, Իսրայելի հարցը է դա, որտեղ Թրամփը շատ թշկո է թեև ինքը շատ պրո Իսրայել է եւ անընդհատ կովերկում է Նեթանյահուին, բայց վերջին օրվա ընթացքին սկսավ քննադատել Նեթանյահուին, որ Նեթանյահուն պետք է ավելի բարձրանալու լինի, ինքը Լիբանանի պատճառով, որ Թրամփի համար փոքր հարց է Լիբանանի հարցը, այդ փոքր հարցի պատճառով Նեթանյահուն վտանգում է ռիսկի է դանում ավելի մեծ համանցանակիր Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև եւ դժգոհ եմ Նեթանյահուից եւ այդ պատճառը ասում է, որ եթե ես չլինեի Իսրայելը կգործանվեր, եթե ես չլինեի Նեթանյահուն վարչապետ չէր լինի, Բաշունը գործներ եւ այլն, բայց ասում բոլորը տիպիկ Թրամփի մագարտակով խոսակցություններ են։ Մենք այս առիթով հիշեմ, որ եւ որ ինքը տեխնազու էր, անընդհատ ելույթներ էր ունենում Կարոզարշավի ադեն ընդրաբայկարի օրերին, ասելով, որ եւ որ ես նահատակ լինեմ 24 ժամում գլուզեմ Ուկրաինայով պատերազմի հարցը։ Հիմա արդեն անցել է 1 տարի ավելի եւ ոչ մի լուծում չկա եւ կարող է երկար ժամանակ լուծում չլինել, բայց Թրամփը այդքան ինքնիրեն խանդավառեց այդ խոսքերով, որ նույնիսկ մի անգամ էլ ասեց, ես նույնիսկ նախքան նահատակ լինելը գլուծեմ Ուկրաինայով պատերազմի հարցը, անշուշտ լրիվ անիմաստ խոսքեր են ասոնք, որովհետեւ նախքան նահատակ լինելը ոչ մի բան չի կարող անել, ոչ մի իշխանություն չունի եւ նույնիսկ նահատակ լինելն յետքը 1 տարի չկարողացավ ոչ մի բան անել։ Հիմա էլ Եվրոպայում է, Փարիզում է ժողովի եւ մեծ վեճեր կան ներքին իր եւ Եվրոպայի իր տաշնակիցների միջև Ուկրաինայով հարցով, ՆԱՏՕ-ի հարցով, Ամերիկան իր հոգ չի դանում թե եվրոպացիներն ինչ վիճակում են իրենք, ինչ հարցեր կան լուծելիք եւ այլն։ Թրամփը միան հետաքրված է իր կրբանով, իր շահերով, ատկե դուրս ոչ մի բանով չի հետաքրված։ Դե նաև այսօր Վենսը հայտարարել է, Իրանը ստիպված կլինի փոխել իր վարքագիծը տնտեսական բարգավաճման հասնելու համար։ Եթե իրանցի ժողովուրդը ցանկանում է ավելի մեծ բարգավաճում, ապա նրանց ղեկավարությունը պետք է քայլ անի եւ փոխի իր վարքագիծը։ Եթե ոչ, ապա Միացյալ Նահանգներն արդեն շատ բան են շահել։ Խնդրեմ։ Ուրեմն այստեղ էլ շատ կարևոր հարց բարձրացեցիք, որտեղ գիտեք, որ Օբաման նախագահ էր, ինքը մի համաձայնագիր ստորագրեց երկար բանակցությունների հետ Պարսկաստանի հետ, որ Իրանը իր ատոմակայանի հարցերը շատ փոքր մասշտաբով անի եւ որևէ տեսակի ատոմային ռումբ չունենա եւ Պարսկաստան համաձայնվեց ստորագրեցին եւ միջազգային ատոմային գազམ་ակերպությունը եկավ եւ բարգավաճ ստուգում էր ամեն ինչ տեղում Պարսկաստանում եւ այսպես ամեն ինչ շատ հանգիստ հանդարտ ընթանում էր մինչեւ Օբաման 4 տարի առաջ որ նախագահ եղավ ամենից ինքը չեղարկեց այդ համաձայնագիրը արդյունքը ինչ եղավ եներ որ որպես արդյունք Պարսկաստանը այլևս բարդավոր չէր ատոմային հարցերով չսպասվելու, ճիշտակարը սկսավ սպասվելու եւ ավելի վտանգավոր դարձավ Պարսկաստանի գացությունը եւ հիմա Թրամփը որ ինքն որ բաժար էր որ Պարսկաստանը կարողանա ատոմային ռումբ արտադրի հիմա ասում է որ ես ամեն ինչ անում եմ որպեսզի Պարսկաստանը ատոմային ռումբ չունենա եւ որ ինքն էր որ բաժարը որ աշխատում է դուտիամ երկրորդ կարևոր հարցը որ դրամական հարցն է ուրեմն այդ համաձայնությունը որ Օբաման կնքեց Պարսկաստանի հետ
ուրեմն Պարսկաստանը ուներ մի քանի միլիարդ դոլար, որ ամերիկյան կառավարությունը այդ փողերը սարեցած էր իր մոտ եւ իր տաշնակիցների մոտ եւ այդ փողի մի մասը վերադարձրեցին Պարսկաստանին, բայց դա ամերիկյան փողեր չէին, Պարսկաստանի փողերն էին, որ անօրինաբար ամերիկան սարեցրել էր եւ մի մասի հետ դվեցին եւ դարիների վեր Թրամփը անընդհատ գրտում է նույն անիմաստ խոսքերը, որ Օբաման միլիարդներ դվեց Պարսկաստանին, առանց ասելու, որ այդ փողերը պարսկական փողեր էին, իսկ հիմա, որ ինքը սկսեց այս պատերազմը, անիմաստ պատերազմը, այդ Հորմուզի նեղուցը, որ նորմալ աշխատում էր դարիների վեր, արդեն ամիսների վեր փակվել է եւ ամբողջ աշխարհի տնտեսությունը խանգարում է այդ պետրոլի արգելքի պատճառով եւ ամիսներով ռմբակոծելով Պարսկաստանը ոչ մի դեր չհասավ, ոչ մի համաձայնություն չկա, միայն այդ հուշագիր պիտի ստուգրեն եւ անորոշ է թե ավակային այդ հուշագիրը ովևէ արժեք ունենա թե ոչ, ինչ վերաբերում է փողերին, ուրեմն Թրամփը համաձայնվել է, որ ինքն պիտի միլիարդներով դոլար վերադարձնի Պարսկաստանի, որ իրենց փողերն են, եւ որ քննադատում էր դարներով թե Օբաման այդպեսի սխալ քայլեր է, ինքն անում է դի, իսկ ավելի վատը այն է, որ Թրամփը համաձայնվել է 300 միլիարդ դոլար հատկացնել, որ Պարսկաստանի այդ բոլոր ռմբակոծումից գործանված օբյեկտները վերանորոգվին։ Ուրեմն ոչ թե մի քանի միլիարդ օբայի նման, այլ 300 միլիարդ դոլար Թրամփը համաձայնվել է, որ պիտի դա, այսինքն լրիվ էսի խայդարագություն է, եթե ովևէ նորմալ մի մարդ էսպիսի բան ուներ, գամաչեր, որ շորթի առաջ կանգներ եւ ովևէ մեկին բարևեր, բայց Թրամփը այդպես է, ամեն ասածները գեղձիկ են, առանձները գեղձիկ են, անիմաստ են, որտեղ ինքը բիզնեսմեն է, անհաջող բիզնեսմեն էր, ամբողջ կյանքը, բայց հիմա հրաշքով նախահայավ, որտեղ իր հերոսաժամի այդ պրոգրամն էր 20 տարի, մինչև ժողովուրդ նայում էր եւ ժողովուրդը կարծես թե այս մարդը իրեն ցանոթ մի մարդ է, լավ մարդ է, ընտրեցին եւ երկրորդ անգամ ընտրեցին, երկրորդ սխալը։ Հիմա ուրեմն այս մարդը բիզնեսմեն է, ոչ մի բան չի հասկանում, ոչ քաղաքականությունից, ոչ ռազմականից, բայց անընդհատ ասում է ամենի անիմաստ խոսքեր, ասում է ես ամերիկյան Պարսասիջան ժեներալներից ավելի լավ իմանում եմ ռազմական հարցերը։ Մի բան, որ ինքը ոչինչ չի իմանում, եւ ամեն ինչի ինքը հանճարեղ մասնակիցն է ամեն ջուրերի, ռազմական, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այլն։ Բայց ոչ մեկ ջուրի մեջ ինքը ոչ մի բան քաղաքար չունի եւ այսպես շարունակ հիմա իր ռեյտինգը ընկել է մինչեւ 30%, որ ամենացածր ռեյտինգն է Ամերիկայի նախագահների պատմության մեջ եւ բայց ինքը շարունակաբին ասում է, որ չէ, իմ ռեյտինգը բարձր է, բոլոր ժողովուրդը ինձ սիրում են, ճաշտում են եւ այլն, այսինքն նույն շարունակում են գեղձիկները եւ միան մարդիկ, որ միամիտ են եւ ոչ մի բան չեն իմանում, որոշ մարդիկ ավելի փոքր մասշտաբով հիմա բարեբախտաբար շարունակում են հավատալ իրեն իր սուտ խոսքերին։ Եվ պարոն Սասունյան, մի վերջին հարց ռեպլիկի կարգով, եթե կուզեք անդրադարձեք։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Որոշման մեջ նշած է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։ Խնդրեմ։ Բոլորս էլ իմանում ենք, որ Էդել Փաշինյանի եւ Աննայի գեղձիկներ, որտեղ իրենք երբեք չեն ամուսնացել, ոչ pedagogan օրենքով, ոչ էլ եկեղեցական արարողությամբ, ուրեմն իր գինը չէ, եւ իրենք բացահայտ ասեցին Facebook-ի վրա ամիսներ առաջ, հետո էլ Աննա Հակոբյանը անանգալորեն հայտարարեց Facebook-ով, որ ինքը թողնում է Փաշինյանին, մեկնում է pedagogan բալադից եւ հետո էլ վերադարձավ, իսկ այդ նախքանես նոր իր ճամփորդությունը
վերջին տարիներին, որ Փաշինյանը վարչապետ էր, Աննա Հակոբյանը գնում էր զանազան երկրներ, Իտալիա, Ամերիկա, տարբեր երկրներ եւ դեռ ինքը ներկայանում էր որպես առաջին դիգին, եւ որ այդտեղ երկու գեղձիկ կա, նախ բոլոր երկրների առաջին դիգինը նահանգային է, ոչ թե վարչապետի, արդեն դա վիրավորական խոսք է նահանգայի հանդեպ, նահանգայի կնոջ հանդեպ, եւ երկրորդը ինքը վարչապետի գինը չէ, ընկերուին է, զուգագիծն է, ասենք, եւ բայց Փաշինյանը ինչպես որ ամեն ինչ օրենք խախտում է, ինքը Աննայի համար հատկացնում էր օտանավիլների լյուքս ծախսերը, 5 աստղանի հյուրանոցներ, իր տիկնաբահներով pedagogan ծախսերով մեկնում էին իր հետ, ու որ գնում էր արտասահման եւ այսպես շարունակ հիմա էլ առանց ամաչելու թե Փաշինյանը թե Աննան գալիս է Նյու Յորք իբր թե առաջին դիգինների հավաքին, որ ինքը դեռ ոչ մի ներկայություն պետք է ունենա, որտեղ ինքը առաջին դիգին չէ, Փաշինյանի գինը չէ, բայց ասոնք ավելի փոքր հարցեր են, քան այն բոլոր մեծ խախտումները, որ Փաշինյանը արել է, անում է 8 տարի է, հայրավոր օրենքներ եւ սահմանությունը, օրինակ համար բարձ եկեղեցու առնչությամբ միջամտում է եկեղեցի ներքին հարցերին, ուզում է որոշել թե ով կաթողիկոս պետք լինի, այս բոլորը սահմանությամբ արգելված են, բայց ինքը միշտ մտածում է որ միայն ինքը իրավունք ունի խախտելու սահմանությունը եւ որևէ մեկը որ ամենափոքր խախտումը անի, ցերբակալվում է եւ բանտարկվում է։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենայն սիրով, ցտեսություն, բարի օր։